Այսօր մետրոպոլ հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2012-13 ուսումնական տարվա բացումը։ Նշենք, որ այս քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո։ Սա այն եզակի ծրագրերից մեկն է մեր երկրում, որ քաղաքական կրթությունը համադրում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միմյանց հետ շփվելու հնարավորության հետ։ Դպրոցը տալիս է տարբեր շրջանավարտներ, տարբեր ուղղությունների մարդիկ, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ լրատվական դաշտի, ու ընդհանուր առմամբ դպրոցի հաջողությունը ակնառու է նրանով, ինչ կադրեր է տվել, ովքեր են ավարտել դպրոցը։ Անկեղծ ասած, մենք այդ խնդիրը մեր առջև ուղղակիորեն չենք դնում, սակայն դպրոցում գոյություն ունի կանոնակարգ, որին աշխատում ենք առավելագույնս հետևել։ Մենք գիտենք, որ այստեղ բացակայությունները անթույլատրելի են, մենք գիտենք, որ այստեղ ուշացումները անթույլատրելի են, մենք գիտենք, որ այստեղ պիտի խմբակային աշխատանքը ունենա արդյունավետություն եւ միշտ ձգտում ենք ձեռք բերել առավելագույնը այն կանոնակարգերի շրջանակում, որ դպրոցը դնում է իր առջև։ Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի շրջանավարտ են ազգային ժողովի 7 պատգամավոր, արդարադատության նախարար, փոխնախարարներ, լրագրողներ, հոգևորականներ։ Դպրոցի նորաթուխ ուսանողներին արդեն շրջանավարտները նախապես տեղեկացնում են, որ այստեղ ավարտելը ավելի բարդ է, քան ընդունվելը։ Կդետ ավարտելը շատ ավելի դժվար է, քան ընդունվելը, շատ քչերին է հաջողվել կդետն ավարտել։ Մինչև այսօր եւ նույնիսկ չենք հիշում, թե ովքեր են ավարտել։ Հիմնականում ովքեր որ չեն ավարտել, բոլորը կդետում են եւ ես կարծում եմ, որ այդպես էլ շարունակվել է եւ ես հիմա չգիտեմ, ասենք 20-ամյակին կամ 30-ամյակին պարոն Զաքարյանը երևի հրապարակում պետքա ավակի բացմանը ողջունի հերթական մասնակիցներին, որովհետեւ իրոք մենք հիմա հավաքվել ենք ամբողջ կդետի ակտիվով, իհարկե ոչ բոլորն են այստեղ, մեծ մասը գիտի միջոցառման մասին ուղղակի երևի թե կազմակերպական խնդիրներն են, որ այստեղ չեն, հավաքվել ենք մեր 18 նոր ընկերներին ասելու բարով եք եկել կդետ։ Դպրոցում դասախոսություններով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ։ Դպրոցում ուսանում են անվճար եւ 1 տարի ժամկետով։ Ակնկալիքները բավականին շատ են, որովհետև այս 8 տարիների ընթացքում գրեթե բոլոր տարիներին հետևել եւ քանի որ ակտիվ եմ ինքս քաղաքական այլպես եւ հասարակական դաշտում, հետևել եմ եւ իսկապես այն շրջանավարտները կարելի ասել, որոնք ավարտել են կդետը, նրանցից շատ-շատերը հասել են իրականում շատ լուրջ բարձունքների եւ ամենակարևորը, որ դպրոցը ունի մեծ համբավ, ունի մեծ ճանաչում եւ իսկապես առիթ է եղել նաեւ տարբեր ծրագրերով ուղղակի պատահականության սկզբունքով նույն կդետի հետ համագործակցելով գտնվել սեմինարներին եւ ասեմ, որ բավականին հիացած եմ եղել եւ այդ էր պատճառը, որ ինձ տրամադրեցի, որպեսզի այս տարի փորձեմ ընդունեմ եւ սովորեմ դպրոցում։ Ներկայացվող դասախոսություններն ու մասնակիցների մշակած ուսումնասիրություններն առավելապես անդրադառնում են պրակտիկ քաղաքականության խնդիրների, Հայաստանի դերին գլոբալացվող աշխարհում, երկրի դեմոկրատական զարգացումների բովանդակությանը, եվրոինտեգրման ընթացքին եւ այլ կենսական թեմաների։ Անի Բաղդասարյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։